Առաջին անգամն է, որ Ամերիկայի համայնքի տասնամյակներով բարեկամ Ադամ Շիֆը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ձեռնարկին մասնակցում է նոր կարգավիճակով որպես սենատոր։ Վերջին ընտրություններից հետո ներկայացնում է ոչ միայն հայաշատ Գլենդեյլը, այլև հայաշատ ողջ Կալիֆոռնիա նահանգը, արդեն վերին պալատում։ Ամերիկյան ռազմական ծախսերի մասով շրջանառվող փաստաթղթում Շիֆն առաջարկել է կետ հավելել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։ Կոնգրեսը պետք է ուշադրության կիզակետում պահի անհետ կորածների եւ հայ գերիների թեմաները, իսկ Ամերիկայի նախագահը բոլոր լծակները կիրառի ճնշում ստեղծելու Ալիևի ուղղությամբ այս նպատակով։ Խաղաղության համաձայնագրի որոշ հույս կա, բայց սա պետք է լինի իրական խաղաղություն։ Ջեյմս Մակգովերն ասում է, Ամերիկայի հնագույն հայ համայնքն է ներկայացնում, քանի որ իր հարազատ Վուստեր քաղաքում է մոտ 1.5 դար առաջ կառուցվել Միացյալ Նահանգների առաջին հայկական եկեղեցին։ Ապրել այս երկրում կնշանակեր անկաշկանդ լինել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր բարձրաձայնելիս, բայց արի ուտես լիքը ջանքեր պահանջվեցին, մինչև Միացյալ Նահանգներում դատապարտվեց հայոց ցեղասպանության փաստը, նշեց օրենսդիրը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կոնգրեսում մեր աշխատանքային խումբը երկկուսակցական է եւ պիտի պայքարենք, որ վարչակազմը հարգի մեր պայմանավորվածությունները եւ պահանջի, որ Ադրբեջանը ազատ արձակի ձերբակալվածներին։ Էդ Մարկին նույնպես Մասաչուսեթսից է։ Խստորեն պահանջում եմ ավելացնել Հայաստանի հետ գործընկերությունն անվտանգային ասպարեզում։ Նոյեմբերին Մարկին Ֆրենկ Փալոնի հետ Բաքու էր գնացել COP29-ի հետ կապված, որտեղ նրանց դիմավորել էին բողոքի ակցիաներով, նույնիսկ հյուրանոցի վերելակում էի Թիկնազորիս հետ, հուշերով կիսվեց կոնգրեսականը։ Թիկնապահը սպնդում էր, որ վերելակում միասին լինենք, հետո նախ ինքն էր մտնում իմ սենյակ, ստուգում թե արդյոք ննջասենյակիս մահճակալի տակ մարդ չի թաքնվել, ստուգում էր լողասենյակը, պահարանները։ Բրեդ Շերմանն արտաքին հանձնաժողովում է ու զբաղվում է ռազմական հարցերով։ Եթե Թուրքիան մեզնից ուզում է F-35 մարտական օդանավեր, իսկ Ռուսաստանից էլ առնում է S-400, ստացվում է, որ այս եղանակով Ռուսաստանին փոխանցում են տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է խոցել մեր օդանավերը։ Ոչ միայն հայերը կամ հույները, այլև ողջ ամերիկյան ժողովուրդը պետք է դեմ կանգնի Թուրքիային F-35 վաճառելու Էրդողանի առաջարկին, ասաց նա։ Կապիտոլիումի բարձունքին հայկական հիշատակի ձեռնարկով նաև ամփոփվեց Ամերիկայի հայկական համագումարի հայկական շահերի պաշտպանության ուղղված երրորդյա ձեռնարկը։ Այս օրերին համագումարը 100-ի չափ ամերիկահայ երիտասարդների էր հրավիրել Վաշինգտոն։ Քաղաքագիտության, միջազգային իրավունքի կամ այլ որակավորումներով ուսանողներ եկան այս օրերին մեր խորհրդաժողովներին մասնակցելու։ Սա մի աշխատանք է, որ պետք է շարունակաբար անենք, որպեսզի մեր ձայնը Վաշինգտոնում ավելի լսելի դառնա։ Պոլիտիկո եւ The Hill կենտրոնական թերթերում էլ հայկական համագումարը մի էջանոց հայտարարություն էր տեղադրել հայ գերիներին ազատելու կոչով։ Հայկարամ Նահապետյան լուրեր, Վաշինգտոն։